Ողջունում ենք ձեզ բոլորիդ այսօրվա մեր Սուրբ Ծննդյան տոնական միջոցառմանը։ Շնորհավորում ենք բոլորիդ նոր տարին եւ Սուրբ Ծնունդը եւ մաղթում ենք, որ այս տարվա մեջ Աստծո օրհնությունը լինի ձեր կյանքում։ Այսօրվա մեր տոնական միջոցառումը նվիրված է մեր Փրկչին Հիսուս Քրիստոսի, այսինքն այսօրվա բոլոր երգերը, բոլոր պատմությունները լինեն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մասին։ Եկեք բոլորս միասին ծափերով ողջունենք Արտության կամուրջ երգչախմբին։ Հաջորդ երգը, որ կվայելենք երգչախմբի կատարումով, Հիսուս ծնվեց հենց այսօր։ Եկեք մեր բոլորս ծափերով ողջունենք եւ աջակցենք։ Հիսուս ծնվեց հենց այսօր, հենց այս ժամին, նա տվեց մեզ նոր կյանք և նոր հավատ։ Հիսուս ծնվեց հենց այսօր, հենց այս ժամին, նա տվեց մեզ նոր կյանք։ Հիսուս ծնվեց հենց այսօր, հենց այս ժամին, նա տվեց մեզ նոր կյանք և նոր հավատ։ Հիսուս ծնվեց հենց այսօր, հենց այս ժամին, նա տվեց մեզ նոր կյանք։ Երբ գիշեր Բեթլեհեմում, մի աստղեր երկնքում փայլատակում, հրեշտակները երկրքից ավետիս էին հույներին ավետում, իսկ այս ժամին գոմին մսուրում, Հիսուս մանուկներ ծնվում։ Ցնծում էր երկինքը, երկրում հրեշտակները, փայլում էին աստղերը երկրքում։ Ցնծում էր երկինքը, երկրում հրեշտակները, փայլում էին աստղերը երկրքում։ Հալելույա, Քրիստոս ծնվեց այսօր, հալելույա, հալելույա, Քրիստոս ծնվեց այսօր, հալելույա, հալելույա, Քրիստոս ծնվեց այսօր, հալելույա, Քրիստոս ծնվեց այսօր, հալելույա, 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 Քրիստոս ծնվեց այսօր։ Հիսուս ծնվեց, Հիսուս ծնվեց հենց այսօր, հենց այս ժամին, նա տվեց մեզ նոր կյանք և նոր հավատ։ Հիսուս ծնվեց հենց այսօր, հենց այս ժամին, նա տվեց մեզ նոր կյանք։ Հալելույա, 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 Քրիստոս ծնվեց այսօր, հալելույա, հալելույա, Քրիստոս ծնվեց այսօր, հալելույա, հալելույա, Քրիստոս ծնվեց այսօր, հալելույա, Քրիստոս ծնվեց այսօր, հալելույա, 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 Քրիստոս ծնվեց այսօր, Հիսուս ծնվեց հենց այսօր։ Եք որս միասին բարձր ծափարենք Արտության կամուրջ երգչախումբ։ 2026 տարի առաջ Երուսաղեմի Բեթլեհեմ քաղաքում ծնվեց մեր Փրկիչը Հիսուս Քրիստոսը։ Սկսվեց մեր թվարկությունը։ 2026 տարի ամբողջ աշխարհը այս օրերին նշում է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Չի եղել պատմության մեջ այդպիսի մի դեմք, որի ծնունդը ամբողջ աշխարհը նշի եւ հիշեն նրա արածները, նրա գործերը, պատմեն նրա մասին, խոսեն նրա մասին, որովհետեւ միայն մեր Փրկիչը իրավունք եւ իշխանություն ուներ երկրի վրա, իր կյանքը դնելու մարդկության համար եւ հարություն առնելու
փառքով։ Սա խոսում է նրա մասին, որ Հիսուսը կենդանի է, որովհետև չէր կարա մեկը մեռներ եւ 2026 տարի մեծ շուկով ամբողջ աշխարհում նշեն եւ տոնեն Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Փառք Աստծո, 70 տարիների խավար ժամանակներն անցավ եւ Սուրբ Ծննդյան օրը ոչ թե չեբուրաշկային, բուրածինոյին, կռակածիլ գենյային եւ սուտ կերպարներ են քիշում ձմեռ պապի եւ նա փուջ բաներ, այլ մեր փրկչին, մեր արարչին Հիսուս Քրիստոսին։ Եվ մենք բոլորս պիտի չհամաչենք, որովհետեւ լավ է որ մենք մեր ձեռքերը պարզենք Աստծուն, ոչ թե մուրանք մարդկանցից։ Մեր հույսը դնենք մեր արարչի վրա, ոչ թե ստեղծվածների վրա։ Թող Տիրոջ օրհնությունը լինի այս երեկո, վայելենք հաջորդ երգը եւ մեր բոլորս ծափերով եկեք ողջունենք Արդության կամուրջ երգչախումբ լսվում է երկնքից հզոր ձայն կատարի մեզ համար Իլինան ծափարենք Հուսով եմ տարին մեկ անգամ բոլորս նշում ենք մեր ծննդյան օրը Այսինքն այդ օրը հիշում են մեզ, հիշում են այն օրը, որ ծնվեցինք Նվերներ են բերում, շնորհավորում են մեզ եւ ուրախանում են, որ մենք ծնվել ենք Բարեմաղթանքները մեզ են ուղված եւ մենք ներկա ենք լինում մեր ծննդյան
օրը։ Գիտես, այսօր մենք չենք նշում մեռած մեկի ծնունդը, այլ նշում ենք մեկի ծնունդը, որ ասեցին կենդանի է, որտեղ Հիսուս Քրիստոս ապրեց երկրի վրա 33 տարի, որից 3 տարին ապրեց երկրի վրա գերբնական զորություններով եւ հրաշքներով։ Եվ 33 տարեկանում Տեր Հիսուսը խաչը բարձրացավ, ինչի համար, որ եկել էր աշխարհի մեղքը վերցնելու։ 33 տարեկանում Հիսուսին խաչեցին, դրեցին գերեզմանը, բայց երրորդ օրը Քրիստոսը հարություն առավ։ Հիսուսի գերեզմանը դատարկ է։ Չկա նման հոգևոր առաջնորդ, որ եկած լինի երկնքից Աստծոանից, չկա այդպիսի մեկը, որի գերեզմանը դատարկ լինի։ Բուդդայի գերեզմանը կա, Մոհամեդի գերեզմանը կա, Կոնֆուցիայի գերեզմանը կա, եւ այսպես կարող ենք թղարկենք բոլոր այն մարդկանց, ովքեր որ եկել են իբրև թե Աստծո կողմից եղել են միջնորդ, բայց Հիսուս Քրիստոսի գերեզմանը դատարկ է, նա կենդանի է եւ նա ասել է իր երկրավոր ժամանակավոր կյանքի ընթացքում, որտեղ որ 2-3 հոգի իմանով հավաքված լինեն, ես այնտեղ ներկա լինեմ։ Գիտես, նրան չի հետաքրում այստեղ քանի հոգի կա, այստեղ 2-3 հոգուց ավելին է եւ նա մեր մեջ ներկա է, քանի որ մենք նրա անունն ենք հիշում եւ առավել եւս նրա ծննդյան օրն ենք հիշատակում եւ կարեւորում մեր կյանքում։ Եկեք բոլորս միասին ծափահարենք մեր Փրկչին Հիսուս Քրիստոսին նրա ներկայության համար։ Նա ասեց, որտեղ որ 2-3 հոգի իմանով ներկա լինեն, ես այնտեղ եմ։ Մեր Փրկչի ծնունդը եղավ երկնային հրեշտակների ավետիսով, երբ որ մի բարեպաշտ կույս աղոթում էր իր սենյակում, հրեշտակը երկնքից հայտնվեց եւ ավետեց Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին, որ ասեց պիտի հղիանաս եւ մի մանուկ պիտի ծնես եւ նրա անունը Հիսուս Քրիստոս պիտի լինի, այսինքն օծյալ փրկիչ, եւ նա պիտի վերցնի աշխարհի մեղքը, մեկը որ պիտի ծնվեր համայն մարդկության մեղքի պատասխանատվությունը իր վրա վերցնելու համար։ Եվ դա մեր երկնավոր հոր սերն էր, որտեվ Աստվածաշունչն ասում է, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, ապա հավիտենական կյանք ունենա։ Եվ մենք բոլորս պարտավոր ենք որպես քրիստոնյա իմանալու Քրիստոսի ծննդյան նպատակը։ Ինչու համար Քրիստոս ծնվեց, ինչի ենք նշում Քրիստոսի ծնունդը եւ ինչ տեղի ունեցավ 2026 տարի առաջ Երուսաղեմում։ Ծնվեց մի մանուկ, որը պիտի մեծանար եւ պիտի վերցներ համայն աշխարհի մեղքը։ Եվ Հովհաննես Մկրտիչը, երբ որ 30 տարեկանում տեսավ Տեր Հիսուսին Հորդանան գետի մեջ, ասեց. «Ահա Աստծո գառը, որ վերցնելու է աշխարհի մեղքը»։ Եվ ես վստահ եմ, որ ամենքս ունենք մեր սրտերում մի ծանրություն, եւ դա մեղքի ծանրությունն է։ Մեր կյանքում կատարած բոլոր այն անցանկալի բոլոր արարքների համար, որի համար Աստծո առաջ պատասխան պիտի տանք, բայց այդ պատասխանատվությունից մենք դուրս են գալիս, երբ որ Հիսուսին Տեր ու Փրկիչ ենք ընդունում եւ նրա արյունը մեզ ծրբում է բոլոր մեր մեղքերից։ Եկեք ողջունենք հաջորդ երգի կատարողին, Կարինեին, «Տեսա մի լույս»։ Եկեք մեր բոլորս ծափերով քաջալերենք Կարինեին։ Բայց մի օր հանդիպեցի Հիսուսին, Բարբարչալին օծյալ փրկչին։ Տեսա մի լույս, սրվեց խավարը, եկավ մի հույս, հիմա ուրախ եմ, չկա տխրություն, Փառք Հիսուսին, տեսա մի լույս։ ես կույրի պես էի վախերով լի, փնտրում էի ելքը տա Հիսուսին, Տերը եկավ աչքերիս տվեց լույս, Բարբարչալին տեսա մի լույս, սրվեց խավարը, եկավ մի հույս, հիմա ուրախ եմ, չկա տխրություն,
Հիսուսին տեսա մի լույս Սրվեց խավարը եկավ մի ուս Հիմա ուրախ եմ չկա տխրություն Փառք Հիսուսին տեսա մի լույս Ես թափարում էի մեղքերով լի Չէ ճանաչում փչին թանկագին Բայց մի օր հանդիպեցի Հիսուսին Բարբարցյալին օզյալ փչին Տեսա մի լույս Սրվեց խավարը եկավ մի հուս Հիմա ուրախ եմ չկա տխրություն Փառք Հիսուսին տեսա մի լույս Սրվեց խավարը եկավ մի հուս Հիմա ուրախ եմ չկա տխրություն Փառք Հիսուսին տեսա մի լույս Փառք Հիսուսին տեսա մի լույս Մեր Փրկիչ Հիսուսը ծնվեց մի հասարակ ընտանիքում, Հյուստի ընտանիքում և 30 տարի ապրեց երկրի վրա և որևիցե մեկը չգիտեր նրա այն կոչումի մասին և կանչվածության մասին Բոլորը գիտեն, որ նա Հովսեփի որդին է Որտև Հովսեփը ոչ աստվածաբան էր, ոչ հոգևորական էր, նա ուղղակի Հուդայի ցեղից էր Իսկ Իսրայելում ընդունված էր քահանայությունը, որ ստանձնի Ղևիի ցեղից եւ դրա համար Իսրայելի քահանական դասը չընդունեց Քրիստոսին, որտեղ Քրիստոս Հուդայի ցեղից էր։ Եվ քանի որ Հովսեփը ոչ քահանական ցեղից էր, ոչ Մարիամն էր քահանական ցեղից, Հիսուս Քրիստոսի 30 տարեկանում որպես Աստծո որդի հայտնությունը ամբողջ Իսրայելի համար ուղղակի ցնծություն էր։ Եվ սա մարդկության համար իրադարձություն էր, որ երբեք որևիցե մեկը չէր տեսել, որ Աստված երկրի վրա այցելի մարդուն եւ Աստվածաշուչն ասում է, որ մեր Փրկիչը ունի երկրորդ անունը Էմանուել, որը կոչվում է Աստված մեզ հետ, այսինքն Աստված մարդացավ եւ երկրի վրա ապրեց 30 տարի ուղղակի որպես Հյուսն, իսկ 3 տարի որպես Աստծո որդի եւ Աստված Կույրին տեսողություն էր տալիս, խուլին լսել էր տալիս, համրին խոսել էր տալիս, նույնիսկ 4 օրվա մեռելին հարություն տվեց։ Մենք որպես քրիստոնյա այս բոլոր պատմությունները պիտի նոր կտակարանից իմանանք եւ այսօր մեր նպատակը չի քեզ դարձնելու որևիցե մի եկեղեցու դավանանքի հետևող, որ եկեղեցին որ դու այցելում ես, այցելի։ Այսօր մեր նպատակն է, որպեսզի բոլորս այսօր մի փոքր մոտիկանանք մեր Փրկչին, այսինքն ճանաչենք, մի քիչ գրագետ քրիստոնյա լինենք։ Ուղղակի ոչ թե Աստծո անունը պատահական տանք, այլ մի փոքր նրա հետ շփում եւ հաղորդակցություն ունենք։ Իսկ քո շփում հաղորդակցությունը նոր կտակարանով է։ Գիտես, որովհետեւ Աստվածաշունչը դա միակ գիրքն է, որ երկրի վրա պատմում է, խոսում է արարչի արարչագործության մասին եւ փրկության ճանապարհի մասին։ Այս գիրքը ունի մոտավորապես 40-ից ավել հեղինակ եւ մոտավորապես 60 գիրք։ Բոլոր գիրքերը գրվել են տարբեր ժամանակահատվածում եւ հեղինակները տարբեր են։ Եվս մի նկարեք էլի չի կարելի նկարել ծառայությունը, հա։ Թույլատրություն պիտի ունենաք։ Եվ ուղղակի ծառայողների գործը ես եմ անում, ոչինչ։ Եվ մեր այս Աստվածաշունչը, որ ունենք մեր ձեռքերում, սա մոտավորապես այն հեղինակությունը, որ ունի ամբողջ աշխարհով մեկ, չունի ոչ մեկ, այսինքն այն հեղինակությունը, որ ունի Աստվածաշունչը, չունի որևիցե մի գիրք, այսինքն ես չեմ կարող հիշատակել եւ չեմ կարող ասել ձեզ այնպիսի մի հեղինակի մասին, որի գիրքը իր մահից հետո
այսքան հեղինակություն ունենա, որովհետև Քրիստոսը մեռավ եւ հարություն առավ։ Եվ Աստվածի հեղինակությունը խոսում է նրա մասին, որ հեղինակը կենթանի է, այսինքն նա գոյություն ունի, նա կա, նա իրական է եւ իր հոգին մեր մեջ է։ 2026 տարի նոր կտակարանը շատ մեծ քանակությամբ տպվում է 5 կտակարանի հետ, մոտավորապես 1500 լեզուներով տպված է եւ ամբողջ աշխարհով մեկ ամենամեծ պահանջարկ ունեցող գիրքն է եւ գնալով այդ պահանջարկը շատանում է։ Չկա այդպիսի գրող, չկա այդպիսի մեկը, որ մի գիրք գրի եւ այդ գրքի հեղինակությունը գնալով ավելի ու ավելի մարդկանց մեջ պահանջարկ ունենա։ Որտեւ այսօր համակարգիչը, չգիտեմ, Facebook-ը, սոցցանցերը ավելի մարդկանց ձգում են, քան կենթանի գրքերը։ Այսօր շատ մարդիկ գիրք չեն էլ կարդում, եւ շատ քրիստոնյաներ նույնիսկ ավետարան եւ աստվածաշունչ չեն կարդում։ Ուղղակի լսելով, ստեղից ընդեղից մարդկանց պատմած կարծիքներով։ Ես շատ էի լսել Աստծո մասին տարբեր մարդկանցից, տարբեր հավատքի, դավանանքի, ուղղության հետևողներից, բայց մի օր ինքս որոշեցի 19 տարեկանում կարդամ նոր կտակարանը եւ հասկանամ, որն է ճշմարտությունը, եւ հասկացա, որ ճշմարտությունը շորերի մեջ ու զարդարանքի մեջ չի, այլ կյանքի մեջ է, որտեղ Հիսուս Քրիստոսը երկրավոր իր ժամանակավոր կյանքում մարդկանցից չտարբերվեց հատուկ ինչ որ համազգեստով, չտարբերվեց հատուկ ինչ որ ապրելակերպով, նա ապրում էր հասարակ տան մեջ, հասարակ ընտանիքում, շրջում էր Իսրայելի ժողովրդի մեջ, Երուսաղեմում եւ Երուսաղեմի քաղաքներում եւ նույնիսկ երբ որ Հիսուսին հարցրեցին որտեղ է քո բնակարանդ, Տերն ասեց երկնքի թրջունները բույներ ունեն, դաշտի գազանները որջեր, բայց որդին մարդո գլուխը դնելու տեղ չունի։ Երբ որ ես սկսեցի կարդալ նոր կտակարանը, ես ճանաչեցի ով է իմ փրկիչը։ Ես երկու անգամ կենթանի հանդիպել եմ Տիրոջ հետ։ Առաջի անգամ, երբ որ ես ապաշխարեցի իմ սիրտս, իմ ներքնաշխարհս բերեցի Տիրոջ հետ, շոշափելի կենթանի հանդիպել եմ Տիրոջ հետ, երկրորդ անգամ բանակում, երբ որ պատերազմը նոր էր վերջացել, ես բանակում էի եւ ուզում եմ իմ հավատքս պահեի եւ այդ հավատքի ուղղակի պահելու խնդիրը մի քիչ շատ էր, որովհետև նեղություններ կային եւ երբ որ ես աղոթում էի, Տեր ինձ կենթանի հայտնվեց եւ ասեց, որ ինչ նպատակի համար, որ ես բերել եմ քեզ այստեղ, դու պետք է մինչև վերջ ծառայես եւ ես 2 տարի իմ զինակից ընկերներին պատմել եմ Քրիստոսի մասին, որպեսզի նրանց բանակային կյանքը չանցնի տառապանքով, այլ անցնի ուրախությամբ եւ ցնծությամբ։ Եվ շատ երիտասարդներ, որոնք գնացել են 44 օրյա պատերազմի, տարբեր եկեղեցիներից, որոնց հետ ես ծանոթ եմ եղել, նրանք Քրիստոսին իրանց սրտին մեջ ունենալով վերադարձել են եւ պատմում են այն բոլոր հրաշքները, որի միջոցով Աստված իրանց պահել է եւ իրանց կյանքը չի ավարտվել պատերազմի ժամանակ եւ նրանք այսօր պատմում են եւ խոսում են Քրիստոսի մասին, որտեղ ամեն մարդ երբ որ հանդիպում է Քրիստոսին, չի կարող նրա մասին չպատմել եւ չխոսել։ Հաջորդ երգը, որ կկատարի Արտության կամուրջ երգչախումբը, հավատա եւ աղոթիր։ Եկեք բոլորս միասին բարձր ծափահարենք եւ ողջունենք։ Դրդմության մեջ օրերիս հույսն է միակ, խավարի մեջ օրերիս լույսն է միակ, նաև որ իր գիրկն առած ինձ է օրհնում, ինձ շարից ամեն վարքյան նա է փրկում, Հայրն է նայ, Հայրն է նա քո, Հայրն է ներող, Տերն է սիրող,
Հավատա եւ աղոթի որ մեր կյանքը սեր դառնա Հավատա եւ աղոթի որ խավարը հեռանա Հավատա եւ աղոթի ցավ ու վիշտ կվերանա Հավատա միայն եւ աղոթի Դրդմության մեջ օրերիս հույսն է միակ Խավարի մեջ օրերիս լույսն է միակ Նա է որ իր գիրքն առած ինձ է օրհնում Ինչ շարից ամեն վարքյան նա է փրկում Այլն է նայիր Այլն է նա քո Այլն է ներող տենեսիո Հավատա եւ աղոթի որ մեր կյանքը սեր դառնա Հավատա եւ աղոթի որ խավարը հեռանա Հավատա եւ աղոթի ցավ ու վիշտ կվերանա Հավատա միայն եւ աղոթի Հավատա եւ աղոթի որ մեր կյանքը սեր դառնա Հավատա եւ աղոթի որ խավարը հեռանա Հավատա եւ աղոթի ցավ ու վիշտ կվերանա Հավատա միայն եւ աղոթի Ով նրան ամբողջ սրտով կորոնի Ով նրան ամբողջ հոգով կապավինի Միշտ նրա կրծքին փարված կյանքն իր կապրի Ողողված նրա լույսով միշտ օրհնվի Այն է նայիր Այն է նա քո Այն է ներող տենեսիո Հավատա եւ աղոթիր որ մեր կյանքը սեր դառնա Հավատա եւ աղոթիր որ խավարը հեռանա Հավատա եւ աղոթիր ցավ ու վիշտ կվերանա Հավատա միայն եւ աղոթի Հավատա եւ աղոթի որ մեր կյանքը սեր դառնա Հավատա եւ աղոթի որ խավարը վերանա Հավատա եւ աղոթի ցավ ու վիշտ կվերանա Հավատա միայն եւ աղոթի Հավատա եւ աղոթի որ մեր կյանքը սեր դառնա Հավատա եւ աղոթի որ խավարը հեռանա Հավատա եւ աղոթի ցավ ու վիշտ կվերանա Հավատա միայն եւ աղոթի Հավատա միայն Եկեք բարձր ծափարենք արտության կամուրջ երգչախումբ Հարվածային գործիքներ Դանիել Սեմ Ստեղնաշար Ալեքս երգչախմբի մենակատարները եւ կատարողները Ռոբերտ Արման Դավիթ Իրինա Ալինա Կարինե Աննա Անի Ռոբերտ եւ Կարինեն եկեք որս բարձր ծափարենք Հաջորդ 4 երգը որ մենք կլսենք դրանք հեղինակային են ես պիտի խնդրեմ սա մեր ծրագրի մեջ չկա ուղղակի սա անակնկալ թող լինի երկու երգ երգի Ալեքսի իր հեղինակային եկացանկից երկուսն էլ Սեմը մեզ համար շատ հրաշալի երգեր են եկեք բոլորս միասին ծափերով ողջունենք եւ վայելենք
Ով Տեր Հիսուս, շնորհակալ եմ քեզանից, քո ամեն գաթիլ արյան համար, ով Տեր Հիսուս, շնորհակալ եմ քեզանից, քո ամեն գաթիլ արյան համար, օրհնյալ ես, զոր ես, փառավոր ես, միակն ես իմ կյանքում, օրհնյալ ես, զոր ես, փառավոր ես, միակն ես իմ կյանքում, լսու սիրտս ուրախությամբ, լսու կյանքս ցնծությամբ, լսու սիրտս ուրախությամբ, լսու կյանքս ցնծությամբ, եւ միայն քեզ կփառաբանեմ, միայն քեզ կպաշտեմ, եւ միայն քեզ կմեծարեմ, եւ միայն քեզ կփառաբանեմ, միայն քեզ կպաշտեմ, եւ միայն քեզ կմեծարեմ. Հիսուս, շնորհակալ եմ քեզանից, քո ամեն գաթիլ արյան համար, ով Տեր Հիսուս, շնորհակալ եմ քեզանից, քո ամեն գաթիլ արյան համար, օրհնյալ զոր ես, փառավոր ես, միակ ես իմ կյանքում, օրհնյալ ես, զոր ես, փառավոր ես, միակ ես իմ կյանքում, լսու սիրտս ուրախությամբ, լսու կյանքս ցնծությամբ, լսու սիրտս ուրախությամբ, լսու կյանքս ցնծությամբ. Հիսուս խաչվեց իմ ու քո մեղքերի համար, նախաջ բարձացավ մեծ սիրուց դրդված, նա հաղթած թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, նա հաղթած թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, եւ դու ընկած մերժված տկար ու մեղավոր էիր, միայնակ ես մոտ եկավ, միայնակ ես գրկեց իր մոտ կանչեց, եւ դու ընկած մերժված տկար ու մեղավոր էիր, միայնակ ես մոտ եկավ, միայնակ ես գրկեց իր մոտ կանչեց, նա հաղթած թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, նա հաղթած թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, Հիսուս խաչվեց իմ ու քո
թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, նա հաղթած թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար, նա հաղթած թագավոր է, մեծ սեր ու բարություն է, Հիսուս խաչվեց իմ ու քո համար։ Երկու հիանալի երգ կերքեմ, առաջ երգը Հիսուսի ճանապարհը, երկրորդ երգն էլ երգչախմբի հետ կերքեմ, նա է կյանքը։ Արդեն փայլում էր նա իմաստությամբ թե մանուկ էր դեր Սովորեցնում էր տաճարում ուսյալներին Կյանքի ուղին շտկում Բարեկամներ մեղավորների Չեներում նայեն նրաներում շնորհում Բայց մտրակեցին Երուսաղեմում խաչի վրա գամեցին Գողգոթա լեռան վրա երբում ամառ մեռավ նայել ուրացավ միթե չեն տեսնում նրանք որ մեր փրկիչն է Բարությունից բացի ուրիշ ոչինչ չարեցի վանդին բժշկեց Հանդիմանում էր խավարին կեղծավորին ողորմություն ու սերենա ու թերեք այսօր և հավիտյան ով նրան դիմի պատասխանը կշոշափի Բայց մտրակեցի Երուսաղեմում խաչի վրա գամեցին Գողգոթա լեռան վրա երբում ամառ մեռավ նայել ուրացա միթե չեն տեսնում նրանք որ մեր փրկիչն է թանկ նրան մտրակեցին Երուսաղեմում խաչի վրա գամեցին Գողգոթա լեռան վրա երբում ամառ մեռավ նայել ուրացավ միթե չեն տեսնում մեր փրկիչն է թանկ Միայն նա էր որ խաչի վրա մահացավ համայն մարդկության համար հարություն առավ և համբարձվեց երկինք Նրա անունն է Հիսուս Քրիստոս արքաների արքան է նա ամեն Ոչինչ չունեի ոչ մի արժեք
Ինչ ունայնություններ պարզվեց անհանգիստ օրեր մոտ Ճանապարհ առանց լույս Խաբած ապրումով է փնտրում անապատում Անիմաստ խոսքեր են շուրջը սնչում Փորձում է հարմարվել Գեղցիկի մեջ ապրել Բայց տեսեցի մի խոսք, որ կյանք կար այդ խոսքում Կյանքի կոչող խոսքեր Սիրտս արագ զարկեց, ուրախությամբ լցվեց Հոգիս լուսավորվեց Նայեք կյանքը, արդարությունը Խավարի մեջ լույս արանողը Հիսուսն է Ազատագրողը Հավերժության մեջ առաջնորդողը Նայեք կյանքը, արդարությունը Խավարի մեջ լույս արանողը Հիսուսն է Ազատագրողը Հավերժության մեջ առաջնորդողը Աչքերս փակարծես ցեղով ծածկված էր Մաքրեց եւ տեսողություն հրճակեց Ապշած նայեցի վեր Կանչեցի պարքեստեր Բացվեցուն եմ մի մեջ ժառանգություն Կտակարան թելադրված սուրբ հոգուս Որ շատերն էլ ուներ Բայց երբեք չեն բացել Ով ավատա խոսքին և ապրի այդ խոսքով Կուղեցվի երկնքին Աստված տվել է մեզ հնարավորություն Իր միածին որդուն Ով ավատա խոսքին Ով ավատա խոսքին և ապրի այդ խոսքով Կուղեցվի երկնքին Աստված տվել է մեզ հնարավորություն Աստված տվել է մեզ հնարավորություն Իր միածին որդուն Նայեք կյանքը արդարությունը Խավարի մեջ լույս արանողը Հիսուսն է ազատագրողը Հավերժության մեջ առաջնորդողը Նայեք կյանքը արդարությունը Խավարի մեջ լույս արանողը Հիսուսն է ազատագրողը Հավերժության մեջ առաջնորդողը Բայց տեսեցի մի խոսք, որ կյանք կար այդ խոսքում Կյանքի կոչող խոսքեր Սիրտս արագ զարկեց, ուրախությամբ լցվեց Հոգիս լուսավորվեց Ով ավատա խոսքին Ով ավատա խոսքին Եվ ապրի այդ խոսքով Կուղեցվի երկնքից Աստված տվել է մեզ հնարավորություն Իր միածին որդուն Նայեք կյանքը արդարությունը Խավարի մեջ լույս արանողը Հիսուսն է ազատագրողը Հավերժության մեջ առաջնորդողը Նայեք կյանքը արդարությունը Խավարի մեջ լույս արանողը Հիսուսն է ազատագրողը Հավերժության մեջ առաջնորդողը Նայեք կյանքը Բարձր ծափարենք, հրաշալի երգեր, հրաշալի ներկայություն, Աստծո փառքը գովերքող։ Եկեք որս միասին թույլ տանք արթնության կամուրջ
Երգչախումբը հանգստանա մի քանի րոպե, իսկ մենք մի պատմություն կնայենք նոր կտակարանից մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի կողմից ավետած։ Գիտեք, Տերը խոսում էր տարբեր առակներով, եւ առակները դրանք Տեր Հիսուս Քրիստոսի հիմնական այն ուրեմն միջոցն էր, որով փորձում էր մարդուն մոտիկացնել Աստծո թագավորությանը։ Եվ ես ուզում եմ, որ մենք միասին նոր կտակարանից նայենք անառակ որդու առակը։ Երևի թե բոլորս էլ լսել ենք անառակ որդու մասին, բայց ես կոնկրետ ուզում եմ հենց նոր կտակարանից կարդամ եւ փոխանցեմ քեզ Աստծո հոգով այս պատգամը։ Մի մարդ երկու որդի ուներ, եւ նրանցից փոքրն ասեց հորը. հայր, տուր ինձ ինչ որ բաժին կհասնե ինձ ստացվածքից, եւ նա ապրանքը բաժանեց նրանց, եւ շատ օր չանցած փոքր որդին ամեն բաները ժողովեց, հեռու երկիր գնաց, եւ այնտեղ իր ստացվածքը վատնեց, անառակ ապրելով։ Երկու որդի ուներ մի մարդ, Տեր Հիսուս իր առակի մեջ պատմում է, նրանցից մեկը կրծերն ասեց, հայր, իմ ունեցածը տուր, ինչ որ ինձ հասանելի է, ես վերցնեմ գնամ ինձ համար իմ գլուխս պահեմ։ Եվ վերցրեց ամբողջ իր ստացվածքը, գնաց ու վատնեց, ասում է, անառակ կյանքով։ Եվ երբ որ բոլորը հացրեց, վերջացրեց, սաստիկ սով եղավ այն երկրումը եւ ինքը սկսեց չքավորել։ Եվ գնաց այն երկրի քաղաքացիներից մեկի մոտ եւ նա նրան ուղարկեց իր հանդը, որ խոզ արածեցնե։ Եվ նա ցանկանում էր, որ փորը լցնե այն եղջյուրներով, որ խոզերն ուտում էին, բայց ոչ ով չէր տալիս նրան։ Եվ հասավ այնպիսի վիճակի, որ գնաց ինչ որ մեկի խոզանոցում, ստեց խոզ պահել, եւ այնքան սոված էր, ուզում էր այդ խոզի ուտելիքը ուտեր, բայց ոչ մեկ չէր թողում, որ այդ խոզի ուտելիքից նույնիսկ ուտեր։ Սա հարուստ մի մարդու որդու մասին է։ Եվ ինքը իրան գալով ասեց. քանի վարձկաններ ունի իմ հայրը հացով լցված, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ քո վարձկանների մեկի պես արա։ Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ, եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գութը շարժվեց եւ վազեց նրա վզովն ընկավ, համբյուրեց նրան եւ որդին ասեց նրան. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջին, եւ այլևս չեմ արժան քո որդին կոչվելու։ Հայրն էլ ասեց իր ծառաներին. առաջի պատմուճանը հանեցեք, հագցրեք նրան եւ մատանի դրեք նրա ձեռքին եւ կոշիկը նրա ոտներին եւ մսացու եզը բերեք, մորթեցեք եւ ուտենք, ուրախանանք, որ այս իմ որդին մեռած էր եւ կենթանացավ եւ կորած էր եւ գտնվեցավ։ Ես սկսեցին զվարճանալ։ Գիտես, պատմությունը ավարտվում է նրանով, որ անառակ որդին սկսում է մտածել այն կյանքի մասին, որ ունեցել էր մինչև այդ խոզանոցը հայտնվելը, հոր տան մեջ։ Գիտես, այս առակով Տեր Հիսուս Քրիստոսը մեզ է ակնարկում, որովհետև ամեն առարկ ունի իր ակնարկը, ինչպես ենք մենք ապրում առանց մեր երկնավոր հոր, առանց նրա ապահովության։ Համայն մարդկության համար Հիսուս Քրիստոսը հայտնեց հոր սերը։ Տեր Հիսուս Քրիստոսը Աստծո սիրո արտահայտությունն է, այսինքն Աստված այնքան սիրեց մարդուն, որ տվեց իր որդուն, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքի ժառանգորդ դառնա, որտեղ մեղքի պատճառով մենք բոլորս հայտնվելու ենք մի օր դժոխքում, եթե չընդունենք Հիսուսին Տեր ու Փրկիչ։ Գիտես, այս ժամանակավոր կյանքը վերջանում է, մի օր վերջանալու է, բոլորի համար էլ ավարտվում է։ Տա Աստված իր ժամանակին ավարտվի, բայց մենք բոլորս մի բան պետք է հասկանանք, որ այս ժամանակավոր կյանքից հետո կա կյանք, եւ մարդը ֆիզիկական
գոյությունը իր երկրի վրա ապրում է ժամանակավոր, բայց մարդու մեջ կա հավիտենական հոգի եւ ինքը չի մահանում։ Երբ որ մարդու հոգին դուրս է գալի մարմնից, ինքը կանգնում է Աստծո դատաստանի առաջ եւ որոշվում է այնտեղ, եթե այս երկրավոր ժամանակավոր կյանքում Հիսուսին ընդունել ես քո սրտիդ մեջ Տեր ու Փրկիչ, ուրեմն գնալու ես հավիտենական կյանք, եթե ոչ գնալու ես հավիտենական դժոխք։ Գիտես, Աստված սրանով չի վախացնում։ Եվ սա վախենալու պատմություն չի։ Սա իրականություն է։ Մենք բոլորս ինչ որտեղ մեր երեխաներին զգուշացնում ենք կամ մեր ընկերոջը կամ մեր բարեկամին, որտեղ մենք վտանգ զգուշացնում ենք, ասում ենք զգուշ մնա, այդտեղ մահվան հոտ է գալի կամ այդտեղ կարող ես, չգիտեմ, ինչ-որ լուրջ խնդիրների առաջ կանգնես։ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է։ Հիսուս Քրիստոսի պատգամը սա էր համայն մարդկության համար, որ ես եմ եկել, որ պիտի բարձրանամ խաչը եւ ձեր բոլորի համար պիտի մեռնեմ։ Մենք ունենք սիրող Հայր երկնքում եւ մեր նախնիների պատճառով, Ադամի ու Եվայի պատճառով մենք հայտնվել ենք Աստծո սիրուց զրկված կյանքի մեջ։ Ադամն ու Եվան ապրում էին Եդեմական պարտեզում։ Գիտեք այդ պատմությունը, առաջի մարդիկ Ադամն ու Եվան են եղել։ Մեղքի պատճառով, Աստծո խոսքը զանց անելու պատճառով Ադամն ու Եվան վտարվեցին Եդեմական պարտեզից եւ Ադամն ու Եվան հայտնվեցին սատանայի իշխանության մեջ, որը հեղինակն է մեր կյանքի բոլոր դժվարությունների, տառապանքների, բոլոր այն անկումների եւ փակուղիների։ Մենք ունենք աներևույթ թշնամի, որ ամեն օր մեզ համար մի նոր փակուղի է պատրաստում, մի նոր դարան, որին մենք շատ անգամ չենք էլ սպասում։ Գիտես, համայն մարդկությունը ունի այսպիսի մի պաշտպանվելու միջոց։ Ասում են չար աչքից ենք պաշտպանվում եւ մարդիկ իրենց դռներին կպցնում են, չգիտեմ, նալ, փուշ, կամ ձեռքերին կպցնում են ինչ-որ աչքի ուլունք, ասենք երեխաները որ ծնվում են, մարդիկ մտածում են, որ ինչ-որ աղոթած դանակ, պատարակախ, մկրատ դնեն, գլխի տակ երեխու եւ երեխան պաշտպանվի, բայց ոչ մի բան մեզ չի կարող պաշտպանել այդ անտեսանելի խավար ուժերից։ Այսինքն մարդը հասկանում է, որ մի խավար ուժ կա, որից ինքը պաշտպանված չի եւ խոցելի է, նույնիսկ կարող ես շատ թիկնապահ ունենաս, կարող ես, չգիտեմ, լավ դռներ ունենաս, հիվանդությունները, տարբեր տեսակի ցավերը, խնդիրները, խնդիրները, ֆինանսական, նյութական, հոգեկան, դրանք քեզ երբեք չեն հարցնում եւ գալիս են քո կյանքիդ մեջ։ Ընտանեկան վեճեր, բաժանումներ, մի խոսքով, եթե մենք ամբողջ աշխարհի մասշտաբով նայենք պատերազմներ, պատերազմական իրավիճակ, ֆինանսական, տնտեսական ճգնաժամ, այսօր ամբողջ աշխարհն է հայտնվել այդ ճգնաժամի մեջ, բայց այն մարդկանց կյանքում, որտեղ որ Հիսուսը թագավորում է, այդ մարդիկ ունեն միշտ ելք։ Եվ մենք տեսնում ենք, որ այս պատմության մեջ անառակ որդին հեռացել էր հոր տնից։ Եվ մենք տեսնում ենք, որ նրա կյանքը ավարտվեց խոզանոցում, աղբանոցում, նա դարձավ ամենացածր մակարդակի մեկը, բայց ում որդին էր նա, մի հարուստ մարդու, որ ուներ իր տան մեջ շատ ծառաներ, որոնք շատ ապահով էին ապրում, քան այդ անառակ որդին, որը ուներ հնարավորություն այդ ապրելու միջոցները իր հորից ստանալու։ Եվ մենք տեսնում ենք, որ այս անառակ որդին ինքն է որոշել։ Ամեն մարդիկն է որոշում Աստծուց հեռու ապրի, թե Աստծո հետ ապրի։ Իհարկե Ադամի եւ Եվայի միջոցով մարդկությունը հեռացավ Աստծուց, բայց Հիսուս Քրիստոսը եկավ հայտնելու մարդկանց, որ ես եկել եմ, որպեսզի հաշտեցնեմ մարդուն Աստծո հետ։ Եվ գիտես, այդ հաշտությունը մեր մեղքերի թողությունն էր, որի համար մենք չունեինք որևիցե մի կարողություն, հնարավորություն վճարելու։ Դες այսպեսի մի պատմություն են պատմում, ասում են մի դատավոր է լինում, որի որդին հանցանք է գործում, եւ ինքը նստած է լինում դատավորի աթոռին եւ դատում է իր որդուն, քանի որ ինքը արդար դատավոր է, իր որդու հանցանքի համար ինքը վճռում է այն, ինչը որ պետքա իր որդին վճարի, այսինքն այդ մեծ գումարը, այդ մեծ տուժը, որ իր որդին պիտի վճարի։ Բայց քանի որ
այդ որդին, իրա որդինը ինքը վճիռը կայացնում է, հանում է իրա դատավորի շորերը եւ գնում է կանգնում է իրա որդու կողքը եւ իրա որդու փոխարեն վճարում է այդ գինը եւ իրան դուրս է բերում այդ ուրեմն պատասխանատվությունից։ Քանի որ մենք Աստծո զավակներն ենք, Աստծո ստեղծագործությունն ենք, Աստված վճռեց մեզ համար դատավճիռ, այսինքն մահ, Աստված ասեց մեղավորը պիտի մեռնի, ամեն մեղավոր պիտի մեռնի, կապ չունի ինչ մեղք ես գործել։ Իհարկե այսօր պետական օրենքները, երբ որ դու խախտում ես, դու դրա համար ես պատասխանատվության ենթարկվում։ Այդպես է թե չէ։ Բայց կան մեղքեր, հանցանքներ, որի համար պետությունը քեզ որևիցե մի պատիժ քո նկատմամբ չի կիրառում, բայց իմացի Աստծո առաջ այդ ամենը քո կյանքում բերելու են ուղղակի այն դատավճիռը, որ ինքը կայացրել է, մահ, մեղքի վարձքը մահ։ Ստի համար, բամբասանքի համար, չարախոսության համար, ատելության համար, տարբեր տեսակի զրպարտությունների համար, դավաճանությունների համար, այդ բոլոր մեղքերը մեզ կանգնեցնելու են պատասխանատվության առաջ եւ մենք բոլորս պետք է մի օր պատասխան տանք մեր արածների համար։ Բայց Հիսուս Քրիստոս եկավ եւ մեր բոլորի փոխարեն կրեց այդ մահվան պատիժը։ Մենք որևիցե մեկս չենք կարող մեր մեղքերի ու հանցանքների համար պատիժ կրենք, մենք պիտի գնանք հավիտենական դժոխք։ Բայց Հիսուս Քրիստոսը մի արդար համայն մարդկության համար եկավ եւ իր կյանքը տվեց։ Մեղավորը մեղավորի համար չի կարա պատիժ կրի։ Պիտի արդար մեկը լինի, որ կարողանա քո համար քո հանցանքի պատիժը կրի։ Եվ սա էր Աստծո սերը, որ Աստված երկնքում իր որդուն ասեց. «Պիտի գնաս երկիր, պիտի գնաս, պիտի ծնվես եւ պիտի վերցնես իմ ստեղծած մարդու մեղքը, եւ ով որ քեզ ընդունի, որպես մեղքերի թողության միջոց, նրա մեղքերը պիտի ներվեն։ Ով որ ընդունի քեզ, ով որ հավատա քեզ, ով որ իր սրտի մեջ տեղ տա այն խաչի վրա մորթված գառնուկին, նրա մեղքերը պիտի ներվեն»։ Հիսուսը եկավ, 33 տարի ապրեց երկրի վրա, 3 տարի իր կյանքի վերջի 3 տարին ցույց տվեց համայն մարդկությանը, որ ինքն է արարիչը, ստեղծողը եւ արարչի որդին, բոլոր այն հրաշքները, նշանները, որոնք Տերը գործեց, ոչ Տիրոջից առաջ ինչ որ մեկն արել, ոչ էլ Տիրոջից հետո։ Եվ Հիսուս Քրիստոս ամենակարևոր իր երկրավոր ժամանակավոր կյանքի միսիան կատարեց, դա խաչն էր։ Եվ 33 տարեկանում Հուդան, Քրիստոսի աշակերտներից մեկը, մատնեց Գեթսեմանի պարտեզում Հիսուս Քրիստոսին, հռոմեական զինվորներին եւ հրեական քահանաներին եւ փարիսեցիներին եւ նրան տարան Պիղատոսի պալատը, որպեսզի հաջորդ օրը խաչը բարձրացնեն։ Եվ նա հոժարակամ առանց դիմադրելու գրված այնպես մի գար իր մորթողների ձեռքը գնաց այդ տառապանքի ճանապարհը անցնելու։ Դա Աստծո մեծագույն սերն է, որովհետև եթե դու ինչ-որ մեկին սիրում ես, դու կտաս ամեն բան նրա համար։ Այս անառակ որդու պատմության մեջ մենք տեսնում ենք հոր սերը, որ թեկուզ նրա որդին ամեն բան վատնել էր, ամեն բան փչացրել էր, բայց հայրը սպասում էր։ Գիտես, հայրը սպասում է քեզ, որովհետև ինքը քեզ սիրում է։ Եվ քո համար այն սերը, որ արտահայտել է, դա իր որդին Հիսուս Քրիստոսն է։ Հիմա քո կողմն է, որ դու արձագանքես այդ սիրուն։ Եթե ինչ-որ մեկը քեզ ասում է, ես սիրում եմ, եթե դու չես ասում, ես քեզ եմ սիրում, այդ սերը ամբողջական չի լինում։ Հնարավոր քո երեխան շատ լավն է, շատ բարի է, շատ դրական է, բայց երբ որ դու իրան ասում ես, ես քեզ սիրում, ուզում ես ինքն էլ քեզ ասի, ես էլ քեզ եմ սիրում, մամ ջան, պապ ջան։ Անկախ նրանից դու իմ համար ինչ կանես, ինչ չես անի, բայց ես քեզ սիրում եմ։ Քեզ համար երջանկություն է, երբ որ քո երեխան քեզ գրկում է, երբ որ իր ներսի սիրո արտահայտությունը փոխանցում է քեզ, եւ դու էլ իրան ես գրկում, որովհետեւ
մարդկության մեջ էլ սերը ամենամեծ դերն է խաղում, որովհետև մենք այստեղ բոլորս սիրո հետևանք ենք, որովհետև մեր ծնողները իրար սիրեցին եւ մենք ծնվեցինք։ Եթե չլինի այդ սերը, կքանդվի ընտանիքը, կքանդվեն հարաբերությունները եւ առանց սիրո կյանքը անիմաստ է, դատարկ է, փուչ է, բայց ավաղ երկրի վրա աշխարհային սերն էլ ժամանակավոր է, մարդիկ գալիս է մի օր, որ սառում են իրար նկատմամբ, կորցնում է ջերմությունը, բայց Քրիստոսով ապրող ընտանիքներում այդ սերը մշտական կա, որտեղ Հիսուսը չի թողում, որ մենք սառենք, որտեղ մենք եթե ունենք աղբյուր սիրո, որտեղից ծնվում ենք, մենք փոխանցում ենք այդ սերը մյուսներին։ Գիտես, ես չի կարող փոխանցել այս պատգամը, ես չի կարող այստեղ կանգնել եւ փոխանցել այն Աստծո սերը քեզ, եթե նրա սերը իմ կյանքիս մեջ չփոխանցվեր նրա միջոցով։ Դրա համար այսօր մարդիկ, գիտես, դարձել են շատ դառը։ Այսօր մարդկանց հայացքի մեջ չկա քաղցրություն։ Գիտես, այսօր փողոցում որ քայլում ես, կարծես թե մարդիկ թշնամի են փնտրում քո մեջ։ Նույնիսկ այստեղ շատերը գալիս են, նստած վրդովված նայում են, ոնց որ մի բան են չեն կանում։ Բայց ինչ ես ուզում որ մենք անենք։ Մենք անում ենք այն ինչ որ ասում Աստված։ Եվ այսօրվա օրը քեզ համար նրա կողմից անակնկալը դա նրա սիրո արտահայտությունն է։ Նա ուրիշ կերպ չի կարող հայտնի իր սերը քեզ։ Մի մտածի որ հատուկ վայր էր պետք որ դու Աստծո որդու մասին ասես, ոչ, Հիսուսը հատուկ վայրում չծնվեց, նա հասարակ ընտանիքում ծնվեց։ Նա քայլում էր Երուսաղեմի փոշոտ փողոցներով։ Նույնիսկ նրա ոտքերն այնքան են փոշոտում, որ նա կարիք էր ունենում մեկի տունը մտներ, որ նրա ոտքերը լվանային։ Բայց ցավոք մարդիկ չէ որ նրան ընդունում էին, որովհետև նախանց կար մարդկանց մեջ, նախանց, որովհետև Հիսուսին 3 միլիոն մարդ էր հետևում, եւ քահանական, սադուկեցիների եւ փարիսեցական եւ ամբողջ իշխանական այդ խավը ատելությամբ լցված էր եւ ուզում են Հիսուսին վերացնեն եւ ճանապարհը գտան ու որոշեցին իրանց ժողովի մեջ խաչել նրան։ Խաչը դա հռոմեական կայսրության ամենաանարգ մահն էր։ Խաչի վրա սպանում էին պետական հանցագործների։ Եթե մեկը խաչից կախված էր, նրան ոչ մեկ չէր խղճում, գուտ չկար, ներում չկար, բեկում չկար, նա պիտի մեռներ։ Բայց Հիսուս Քրիստոսի խաչելությունը համայն այդ ժամանակվա մարդկության համար զարմանք էր առաջացնում։ Ինչու համար այս արդարը, որ մի մեղք չի գործել իր ժամանակավոր կյանքում, որ ոչ մի հանցանքի որևիցե մի ապացույց չկա նրա վրա, նրան խաչն են բարձրացնում։ Սա պատմական իրադարձություն էր, մի արդար, որը ոչ մի հանցանք չէր գործել, գնաց եւ խաչը բարձացավ, գիտես ում փոխարեն, մի հանցագործ մարդասպանի փոխարեն Բարաբայի։ Եվ դա էր Աստծո սերը, որ ինքը մեղավորի համար կրեց այդ դառը պատիժը։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսի մոտ բերեցին մի օր մի շնացող կնոջ Մարիամ Մագդաղենացու պատմությունը գիտեք, եւ ըստ հրեական սովորույթի պետքա այդ կնոջը քարկոծեն եւ քարերով քահանաները շրջապատել են նրան, որ քարերով սպանեն այդ կնոջը եւ հարցրեցին, ասեցին Մովսեսի օրենքով այս կինը պիտի մեռնի, իսկ դու ինչ ես ասում։ Ասեց ով որ արդար է, թող առաջի քարը գցի։ Արդար չկա, մեկն է չկա եւ Մարիամին ոչ մեկ չքարկոծեց։ Բոլոր այդ քահանաները թողեցին գնացին։ Հիսուսը նայեց Մարիամի աչքերի մեջ, այդ սիրո արտահայտությունը Մարիամը տեսավ։ Նա չէր պատկերացնում, որ կարող է, հնարավոր է ինքը փրկվի։ Հնարավոր է ինչ որ մեկը իր կողքին կանգնի անառակ կնոջ, որը ստորացած, որը նսեմացած կյանք էր ապրում։ Եվ Իսրայելում ոչ մեկ չէր համարձակվի նման մեկի կողքին կանգնել, որովհետև հաջորդ քարը նրա գլխին կգար, բայց Հիսուս եկավ իմ ու քո նման մեղավորին կողքը կանգնեց եւ ասեց. ես սիրում եմ քեզ, եւ ես քեզ արդարացնելու եմ, եւ ես քեզ ներելու եմ, այլևս այդ անառակի ու մեղավորի դաջվածքը քո վրա չի լինելու, որտեւ իմ անունը սրբելու է այդ ամենը քո վրայից։ Եվ Մարիամ ապշած նայում էր Հիսուսին, եւ Հիսուսն ասեց. ոչ ոք քեզ չդատապարտեց ով կին։ Ասեց ոչ, ասեց ես էլ չեմ դատապարտում, գնա ու էլ մեղք մի գործի։ Մարիամ Մագդաղենացին դառավ Տեր Հիսուս Քրիստոսի ամենա
նվիրյալ եւ հավատարիմ հետևորդը։ Նույնիսկ երբ որ Քրիստոսին խաչել էին եւ նա գերեզմանի մեջ էր, ոչ մեկ չէ համարձակվում մոտիկանալ Քրիստոսի գերեզմանին, աշակերտները վախից պաղկվել են, Մարիամը համարձակվեց եւ գնաց Քրիստոսի գերեզմանի մոտ եւ տեսավ գերեզմանի քարը գլորված եւ փրկիչը այնտեղ չէր եւ ինքը ման էր գալիս Հիսուսին, որ գետ մի անգամ էլ տեսնի, բայց Հիսուսը գերեզմանում չէր եւ ահա Հիսուսը հայտնվեց Մարիամին եւ Մարիամը տեսավ նրան եւ աղաղակեց, ավետարանում ասում է այդ բարձր ձայնը, որ Մարիամն աղաղակեց, ասեց Ռաբունի, որ նշանակում է ուսուցիչ, եւ Հիսուսն ասեց գնա պատմիր քո եղբայրներին, որ ես մեռելների միջից հարություն եմ առել։ Ահա Աստծո մեծագույն սերը, որ հասարակ մարդիկ, ոչ թե Ճեմարանյան, ոչ թե Ճգնավորյան, ոչ թե ինչ-որ Տաճարյան, այլ Հիսուսը հասարակ մեր նման մարդկանց մեջ էր եկել ու մեր նման մարդկանց համար էր եկել։ Մեր պատկերացման մեջ Հիսուսի եւ Աստծո հետ շփման հաղորդակցության այդ վայրերը մի տեսակ շատ այսպես խորհրդավոր են, բայց արուտ ես, որ Հիսուսը շփվում էր մարդկանց հետ ամեն ուրեք, որտեղ որ հասանելի էր շփվել մարդու հետ։ Եվ այսօր էլ այս վայրը Տիրոջ համար երբևիցե չի կարող խոչընդոտել քեզ հետ շփվելու, քո սրտի դուռը թակելու եւ ասելու ես ուզում եմ բնակվեմ քո սրտիդ մեջ։ Եվ մենք քիչ հետո պիտի աղոթք անենք եւ Հիսուսին հրավիրենք մեր կյանքի մեջ։ Հետո պիտի աղոթենք հիվանդների համար, քանի որ Հիսուսը երեք այսօր հավիտյան նույնն է եւ հրաշքներ է գործում եւ հետո մենք իրարից հրաժեշտ կտանք եւ դու կտեսնես, որ սա քո կյանքի ամենալավագույն ժամն էր, որ Աստծուց ողորմություն եղավ եւ կոստես այս ինչ հրաշք էր այս հնարավորությունը, որ Աստված ինձ տվել էր։ Եվ մենք անդրադառնանք անառակ որդու առաքին եւ մենք էլ ինչպես այս անառակ որդին հասկանանք, որ մենք ամեն բան վատնելու ենք, մենք ամեն բան կորցնելու ենք եւ գիտես, քանի դեռ ամբողջովին չես կորցրել քո առողջությունդ, քո կյանքդ, քո ֆինանսներդ, քո, չգիտեմ, ունացած այն ձեռքբերումներդ, այսօր դարձիր Հիսուսին, այսօր դարձիր Հիսուսին։ Ես շատ մարդկանց գիտեմ, որոնք որ շատ ապահով են, ես շատ հարուստ մարդկանց գիտեմ, որոնց կյանքը հասավ, գիտես, ամենացածր մակարդակին։ Ես մի անգամ մի տաքսու վարորդի ծառայությունը, ուրեմն ծառայությունից օգտվեցի, ինքը մեր շատ մոտիկ հարևանն էր եւ ինքը միլիոնատեր էր, շատ մեծ փող ուներ, բայց հետո վերջում դառել էր տաքսու վարորդ։ Գիտես, մենք իրան շատ ենք խոսացել ավետարան, բայց ինքը մերժել էր եւ հետո գիտես շատ ծանր հիվանդությունից մահացավ։ Ես քեզ վստահեցնում եմ, սա մի պատմություն, ուղղակի մի պատմություն, ես քեզ կասեմ, որ աշխարհում այն մարդիկ, որոնք մտածել են, որ փողը, հարստությունը, այդ ամեն ամարտու երջանկությունը, ես քեզ մի բան ասեմ, ամենահարուստ մարդիկ, ամենադժբախտ մարդիկ են։ Ես կարող եմ քեզ ցանկ ասեմ տասնյակ ու հարյուրավոր մարդկանց, որոնք ունեցել են աշխարհում ամեն բան, բայց այս երկրից գնացել են ամենանսեմ մահով։ Գիտես, մի քաղաքական առաջնորդներից մեկը, աշխարհակալ, բռնակալ մեկը, երբ որ մահացել է, ասել է իմ ձեռքերս դագաղի ծակերից դուրս կհանեք, ասել ինչի համար, ասել որ բոլորը տեսնեն, դատարկ ձեռքով եկա, դատարկ ձեռքով գնում եմ։ Եվ ինքն ասել է, ես չկարողացա սրով աշխարհը ծնկի բերել, բայց Հիսուսն իր սիրով ամբողջ աշխարհը ծնկի բերեց։ Այսօր ամբողջ աշխարհով մեծ արթնություն է, սիրելիս, Հնդկաստանում, Չինաստանում, այդ միլիարդանոց պետությունները, որոնք այսօր կանգնած են մեծ ճգնաժամ մեջ։ Դες մեր փոքր պետության կարիք ունի Հնդկաստանը։ Գիտես ինչի համար, որտեղ այնտեղ բազմաստվածություն է, չաստվածների պաշտամունք է, իսկ ստեղ կենթանի Աստծո պաշտամունք է։ Եվ մեր երկիրը դառնալու ամենացանկալին, մեր երկիրը դառնալու ամենաօրտնվածը, մեր երկիրը դառնալու ամենաօրինակելին։ Գիտես ինչի համար, որտեղ ամեն օր մեր երկրի մեջ ավելանում են Քրիստոսի արյունով արդարացածները, որոնք որ վերադառնում են այդ խոզանոցից, որոնք վերադառնում են այդ աղբից եւ ասում են մենք չենք կարող մենակ, մենք գնում ենք դեպի անկում, բայց մենք գալիս ենք Հիսուսի մոտ, մենք գալիս ենք մեր սիրող հոր մոտ։ Այս երիտասարդը վերադարձավ, ասեց ես պիտի վերադառնամ իմ հորս տուն եւ գնաց ու հայրը չասեց քանի հատ մեղք ես գործել է թողերը ուր ես ծախսել, ինքը գրկեց, որտեղ սպասում էր։
35 տարի առաջ ես հայտնվել եմ նույն իրավիճակի մեջ, ոչ մի նշույլ անգամ տարբերություն չկար իմ ու այս անառակ մարդու միջև, ես հասա մինչև ամենացածր մակարդակը եւ իմ ծնկներս ծալվեցին Հիսուսի առաջ, ես ասեցի, Տեր, եթե դու ինձ չփրկես, ես կկործանվեմ այս անծայրածիր Ռուսաստանի հողի վրա։ Եվ Աստծո հզոր ներկայությունը եկավ։ Ես զգացի նրա կենդանի զորավոր գիրկը եւ նա ինձ գրկեց։ Ես մի ժամ արտասվում էի ու մի բան էի ասում. Հայր, ներիր ինձ։ Եվ ինքը ինձ հրաշքով, ես չեմ ուզում շատ երկարացնեմ, տվեց ֆինանսական միջոցներ, բացեց դռներ։ 93 թվականին բոլորը փախնում են Հայաստանից, ես վերադարձա Հայաստան, որպեսզի պատմեմ իմ Աստծո սերը, ես գտա իմ հորը եւ 35 տարի մի վարքյան անգամ չեմ մտածել հեռանամ դրանից, մի վարքյան անգամ չեմ զղջացել, որ այս կյանքը ընտրել եմ եւ սա ինձ համար երջանկություն է, հազարավոր ու 100 հազարավոր մարդկանց պատմել եմ եւ պատմելու եմ Աստծո սիրո մասին, որտեվ այս ամենի մեջ է, որ ես զգում եմ նրա կենթանի փառքը, ու ես զգում եմ նրա կենթանությունը, նրա ներկայությունը, նրա սպասումը, որ դու քո շուրթերով ասես, այո հայր, մեղանչել եմ երկնքի առաջ ու քո առաջ եւ խոնարհվում եմ։ Եվ գիտես մի անգամից ինչ արեց, կյանքը փոխվեց։ Այս անառակ որդու վրայից այդ ցնցոտիները հանեցին եւ նրան պատմուճան հագցրեցին, նրա ձեռքին մատանի դրեցին եւ հայրը նրան չընդունեց իր տան մեջ որպես ծառա, այլ ասեց դու որդի ես։ Ես քեզ մի բան ասեմ, սատանան քո կյանքդ ինչ էլ արած լինի, ինչքան էլ ավիրած լինի, բայց դու քո արժեքը չես կորցրել Աստծո առաջ։ Հավատա Աստված կենթանի է։ Աստված նկար չի, կուրք չի, շենք չի, փետ չի, արձան չի, Աստված հոգի է։ Եվ Աստված գրած է, որ սեր է։ Եթե դու ինչ-որ մեկին սիրում ես, քո լավագույնը տալիս ես, ինքը տվել է իր լավագույնը։ Ինքը տվել է իր որդուն Հիսուս Քրիստոսին։ Հիսուսը գնաց այդ խաչի անարգալից մահով մեռնելու։ Նրան մտրակեցին, նրա մարմինը արյան ակոսների էր վերածվել, նրա դեմքի վրա Եսայի մարգարեն ասում է ախորժելի տեսք չկար, նրա միրուքը փիտած էր, նրան ոչ մեկ չէր կարող ճանաչել խաչի վրա, նրան ներքևից սուլում ու ծաղրում էին, ինչպես այսօր շատերը, եւ ասում են եթե դու Աստծո որդին ես, իջի խաչից, փրկի քեզ, այդքան մարդկանց փրկեցիր, քեզ էլ փրկի, բայց Հիսուսը խաչի վրա աղոթում էր ու ասում էր հայր ներիր սրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Եվ նա շարունակում էր սիրել, նա շարունակում էր ներել եւ Տեր Հիսուս Քրիստոսին խաչի վրայից երբ որ իջացրեցին, դրեցին գերեզմանը կնքեցին, հռոմեական կայսրության երկուսին որ կանգնեցրեցին, որ հանկարծ աշակերտները չգան ու գողանան Հիսուսին ու անունը դրեն իբրև թե նա հարություն առավ, բայց աշակերտները չեն էլ համարձակվի մոտիկանային գերեզմանին, նրանք վախից փախկվել էին։ Եվ հռոմեական այդ զինվորները խորը քնի մեջ մտան, հրեշտակը կավ քարը գլորեց եւ Հիսուսը հարություն առավ մեռելներից, որտեղ մահը նրա վրա իշխանություն չուներ, որովհետեւ նա հաղթեց մահին ու ինձ ու քեզ էլ տվեց այդ հաղթանակը մահի իշխանությունից դուրս ապրելու։ Գիտես, ես չեմ կարող այս 2 ժամվա մեջ ամբողջը փոխանցեմ քեզ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ այսօր քո օրն է։ Ես չգիտեմ դու պատահական ես մտածում, որ այստեղ ես, թե դու վստահ ես, որ քեզ Աստված է բերել, բայց ես վստահ եմ, ես գիտեմ նրան, ես ճանաչում եմ նրան, նա ոչ մի բան պատահական չի անում։ Դու պատկերացնում ես միլիարդավոր մարդկանց միջից Աստված քեզ այսօր կանչել է։ Միլիարդավոր աշխարհում 8 միլիարդ մարդ կա, բայց դու այսօր Աստծո ուշադրության կենտրոնում ես։ Գիտես ինչի համար? Որովհետև Աստվածաշունչն ասում է, որ եթե մի հովիվ ունենա 100 ոչխար եւ կորցնի մեկին,
99 կթողի եւ գնա այդ մեկի հետևից եւ դու այդ մեկն ես ու նա եկել է քեզ դրել է իր ուսերի վրա եւ բերել այստեղ եւ խոսում է քո սրտի հետ իր հոգով որտեւ իմ միջոցով Աստծո հոգին է խոսում քեզ հետ եւ ասում է քեզ որ այսօր քո օրն է եթե դու դառնաս ես այսօր քո մեղավոր շորերդ կհանեմ եւ արդարության հանդերձներ կհագցնեմ դրանք անտեսանելի են բայց իրական են եւ ես քեզ ուզում եմ հրավիրեմ ոտքի կանգնիր ոտքի եւ միասին պիտի աղոթենք եւ այն աղոթքը որ արեց այս անառակ որդին ասեց հայր մեղանչել եմ երկնքի դեմ եւ քո իսկ հայրը նրան իր գիրկն առավ գիտես մեղքը մի բան է որ մենք երբևիցե չենք կարող դա չանել մեղքը մեր կյանքում բնակվում է Պողոս առաքյալն ասում է որ մենք առանց Քրիստոսի կմնանք մեղքի գերության մեջ այս սովորություններ կան որ մենք ակամայից էինք անում բաներ կա որ դրանք մենք ժառանգել ենք ինչպես հիվանդությունն են շատերը ժառանգում մեղքն ենք ժառանգում մենք մեր երեխաներին երբեք չենք սովորացնում ատել, ստել, կեղծել, բայց ով որ ծնողը գիտի, որ իր գործը իր երեխայի նկատմամբ դա դաստիարակելն է։ Եվ մենք անդադար երեխաներին ասում ենք՝ մի արա, սենց մի արա, նես մի արա, սենց մի արա։ Եվ մենք անդադար բախվում ենք։ Ծնողները միշտ բախվում են։ Տենց ծնող չկա, որ երեխեք հետ չբախվի։ Ես էլ իմ ծնողներիս հետ բախվել, իմ ծնողներս են ինձ դաստիարակել, ձեր ծնողներն են ձեզ, դուք էլ ձեր երեխաներին անդադար ինչ-որ մի բան կա, որ համաձայնության մենք չենք կարողանում գանք եւ անդադար այդ անհամաձայնությունը մեր մեջ առաջացնում է բան լավ սրա վերջը ո՞նց առնելու սրա վերջը Հիսուս Քրիստոսն է դա է բերում մեզ Տիրոջ ոտքերի տակ այսօր մարդկության մեջ ըմբոստությունը, ապստամբությունը, հակառակությունը շատ է եւ մարդիկ այսօր հանդիպում են անդադար դրան ավակ սերունդը կրծեր սերունդի հետ է բախվում եւ մենք սենց միշտ այդ բախումների մեջ ենք բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ հնազանդությունն ու խոնարհությունը դրանք մեզ բերում են հաղթանակի իսկ հպարտությունն ու գոռոզությունը մեզ տանում են դեպի պարտություն ավետարանն ասում է որ փառքից առաջ խոնարհությունն է գնում իսկ կործանումից առաջ հպարտությունը գոռոզությունն ու մեծամտությունը ես վստահեցնում եմ քեզ որ մենք ունենք մեր կյանքում այդ հպարտության ու գոռոզության բնությունը մենք դա ժառանգել ենք Ադամից ու Եվայից քանի որ նրանք թողեցին Աստծուն եւ մեր մեջ կա մեղքի բնություն որը անդադար ապստամբում ու հակառակվում Աստծուն մենք չենք ուզում նրա խոսքին ենթարկվենք գիտես ամեն ծնող ուզում է որ իր երեխան իր խոսքը ընդունի իր խոսքը լսի Աստված նույնն է մեզ սիրող հայրը եւ ասում է որ դու իմ խոսքս պիտի լսես եւ կատարես որ ես էլ քեզ լսեմ ու կատարեմ ցանկացած ծնող ասում է իր երեխային եթե դու իմ ասածներս անես ես էլ քո ասածները կանեմ միշտ սա շրջանառվում է ընտանիքում եթե երեխան քո ասածներն անում է դու էլ իրան ես անում եթե ինքը քեզ լսում է դու էլ իրան ես լսում ավետարանն ասում է որ Եթե դու Աստծո խոսքը լսես, դու կնմանվես մի մարդու, իր տունը ժայռի վրա կառուցեց։ Փոթորիկները, ջրեղենները եկան եւ այդ տունը չքանդվեց։ Բայց այն մարդը, որ մերժում Աստծո խոսքը, նա նման է մի մարդու, որ իր տունը ավազի վրա կառուցեց։ Փոթորիկները, ջրեղենները եկան, կործանեցին եւ այդ տան ավերումը շատ մեծ էր։ Բոլորիս կյանքում էլ փոթորիկները գալու են, բոլորիս կյանքում էլ գալու են տարբեր տեսակի փորձություններ ու դժվարություններ, բայց նրանք ովքեր որ Աստծո խոսքով են ապրում, այդ փորձություններն ու դժվարությունները հաղթահարվում են։ Եվ ես քեզ վստահեցնում եմ, որ այսօր այն օրն է, որ քո կյանքիդ մեջ գալու է լույս, դա Տիրոջ լույսն է։ Երբ որ կգնաս տուն, անպայման վերցրա նոր գտակարանը ու սկսի կարդալ, սկզբից կարող է չհասկանաս Կարդա առաջի անգամ, որպեսզի ավելի պարզ լինի, ավելի հասանելի լինի, մենք ամեն Կիրակի, այս տոներից հետո, այսօր վերջի մեր տոնական միջոցառումը, մենք Կիրակի օրը, ամեն Կիրակի ժամը 2:30 այս դահլիճում ունենք Աստծո խոսքի, ուրեմն սերտողության ժամ
երկում ենք, փառաբանում ենք, գովաբանում ենք, աղոթում ենք իրար համար եւ նաեւ ավետարանից ինչ որ մի հատվածի վերաբերյալ խոսում ենք եւ երբ որ դու կկարդաս շատ բաներ որ քեզ հասկանալի չինի դու այստեղից այդ մեկնությունը կունենաս որտեվ գիտես Հիսուսը երբ որ ընտրեց իր 4 կողմը այն հետևորդների նրանք անվանվեցին աշակերտ սովորող մենք էլ պիտի դառնանք Քրիստոսի աշակերտներ եւ սովորենք եւ ես քեզ հրավիրում եմ եթե սրտիդ մեջ ուրեմն ցանկություն կլինի ամեն երկուշաբթի ամեն կիրակի ժամը 2:30 եւ ամեն չորեքշաբթի ժամը 6:30 կարող ես գաս դսես քո սեփական կարծիք ունես սրա նրա լսելով չորոշես դուրդ կգա կմնաս դուրդ չգա կգնաս երկուզես կգաս երկուզես կգնաս ոչ մեկին ստեղ ոչ ստիպում են ոչ կապում են ինքդ որոշես եւ ես վստահ եմ որ քո կյանքում ամենալավագույն որոշման այդ պահը կլինի այսօր, որովհետև դու հիմա պետքա քո սիրտդ բացես Հիսուսի առաջ։ Եվ ուզում եմ որ միասին աղոթենք, մեր սրտերը բացենք եւ հրավիրենք Հիսուսին մեր կյանքում։ Սա իրականություն է, սա միֆ չի, սա ձև չի, սա մեր միջոցառման ինչ որ մի հատ մաս չի, այլ սա իրականություն է։ Հիսուսը գալիս է քո կյանքիդ մեջ, Աստծո հոգին գալիս է քո կյանքիդ մեջ եւ նա դառնում է քո կյանքի մի մասը։ Եթե ինչ որ մեկին սիրում ես, պետք է տուն տանես։ Եթե ինչ-որ մեկին սիրում ես, պետք է իր հետ հաղորդակցվես։ Իսկ հաղորդակցության միջոցը դա Աստծո խոսքի ինտերեսանությունն է եւ աղոթքն է։ Եվ ես քեզ ուզում եմ ասեմ, որ հետագայում դու ինչպես շփվես Աստծո հետ։ Եթե նույնիսկ այստեղ չգաս, դու կարող ես ամեն առավոտ ծնկես եւ նրա հետ խոսես ուղղակի։ Աղոթքը դա զրույց Աստծո հետ, դա բանաստեղծություն, ոտանավոր չի, որ կարդաս։ Դա զրույց է, քո սրտի անկեղծ խոսքն է, որ ասես քո դժվարությունների, քո խնդիրների, քո փակողիների մասին եւ դու կտեսնես ինչպես է նա քեզ լսում, ինչպես է պատասխանում եւ սա քո մեջ հավատքի նոր ալիք կբարձրացնի։ Ասա ինձ հետ այս հրաշալի աղոթքի խոսքերը մի ամաչի, ոս փակես քո աչքերդ, որ ոչ մի բան քեզ չխանգարի։ Ասա Հիսուս Հիսուս, բարձր ասա, թող լսվի քո շուրթերից։ Թշնամին ոչ դժողքը վախենում է այս անունից։ Սարսափ է գալիս ամբողջ դիվային աշխարհի համար։ Ասա Հիսուս, ես ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ, որպես Տեր եւ Փրկիչ։ Հիսուս, շնորհակալ եմ, որ իմ մեղքերի ու իմ հանցանքների համար խաչն ես բարձրացել։ Թափել ես քո արյունը, չարչարվել ես, տառապել ես, փշեպսակ ես կրել, ասա ներիր ինձ Տեր, եւ քո սուրբ արյունով մաքրիր ինձ ամեն մեղքերից, մեղքերի հետևանքից, ամեն անեծքներից, մաքրիր ինձ քո արյամբ, գիտես հիմա որ ասում ես Հիսուսի արյունը մաքրում է քեզ։ Դու չես տեսնում, բայց դու կզգաս այդ բեռը ոնց է գնում քեզանից, երբ որ դու ստեղից դուրս կգաս, դու կարող ֆիզիկապես մի քիչ հոգնածնես, բայց կտեսնես ինչ հոգիդ, ինչ խաղաղ է, երբ որ գիշերը կդնես գլուխդ բարձիդ, դու կզգաս, որ այս օրը արտասովոր է, որտեվ այստեղ դու մի մեծ բեռ ես թողելու եւ դա քո կյանքի մեջ կուտակված մեղքի բեռն է։ Ասա Տեր, ներիր ինձ եւ քո արյունով մաքրիր ինձ։ Շնորհակալ եմ քեզանից, որ խաչի վրա չարչարվել ես, բայց երրորդ օրը հարություն ես առել։ Նստել ես հոր աջ կողմը, որպես բարեխոս ինձ համար։ Բարեխոսիր հոր առջև։ Եվ ես շնորհակալ եմ քեզանից, որ այսօր ես գտա քեզ եւ դու ինձ։ Թող իմ ամբողջ կյանքի ընթացքում քո սերը իմ սրտիս մեջ չմարի։ Եթե ես կշեղվեմ այս կյանքում քո ճանապարհներից, դու նորից իմ ոտքերս առաջնորդիր քո ճշմարտության մեջ։ Ասա փառք ես Տեր, շնորհակալ եմ քեզանից ներման համար, սիրուտ համար եւ քո ողորմության համար։ Ամեն։ Կարող ես բարձր ծափարես Տիրոջը, որովհետեւ այսօրը
քո կյանքում ամենահիշարժան օրն ալելու է դու սրտանց Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունեցիր։ Մի ելքը ելքենք։ Տիրոջ անունը գովերքող։ Եվ գեղեցիկ է անունը քո։ Եվ այս երգի ընթացքում ես հավատում եմ, որ Տիրոջ բժշկարար զորությունը քո վրա գալու է եւ նաեւ Տերը հրաշք անելու քո կյանքում, եթե դու ունես ֆիզիկական հիվանդություն, այդ հիվանդությունը հեռանալու է քեզանից։ Խոսքով աշխարհը ստեղծեցիր դու Ստեղծագործ Աստվածն ես մեզ Բնության մեջ տեսակով պարտը Հայտնեցիր մեզ քեզ Հիսուս Գեղեցիկ է անունը Տեր Գեղեցիկ է անունը Տեր Իմ թագավորն ես դու Հիսուս Գեղեցիկ է անունը Տեր Ոչնչով չեմ փոխի ես քեզ Գեղեցիկ է անունը Տեր Հիսուս արքան Բամբինի շատ դու սիրեցիր մեզ Որ շնորհքով կյանք տվեցիր Ու սերը քո մեղքից ուժեղ է Այլում ես դու սովրեցիր Զորավոր է անունը Տեր Զորավոր է անունը Տեր Իմ թագավորն ես դու Հիսուս Զորավոր է անունը Տեր Ոչնչով չեմ փոխի ես քեզ Զորավոր է անունը Տեր Հիսուս արքան Գեղեցիկ է անունը Տեր Գեղեցիկ է անունը Տեր Իմ թագավորն ես դու Հիսուս Գեղեցիկ է անունը Տեր Ոչնչով չեմ փոխի ես քեզ Գեղեցիկ է անունը Տեր Հիսուս արքան Թագավորում ես մեր սրտերում Տեր Տալիս ես մեզ խաղաղություն Թագավորում ես մեր սրտերում Տեր Տալիս ես մեզ ուրախություն Միասին ասենք գեղեցիկ Գեղեցիկ է անունը Տեր Գեղեցիկ է անունը Տեր Իմ թագավորն ես դու Հիսուս Գեղեցիկ է անունը Տեր Ոչնչով չեմ փոխի ես քեզ Գեղեցիկ է անունը Տեր Հիսուս արքան Ես մի փոքր վկայություն գտամ միջև հիվանդության համար աղոթել այս ուղղակի այս բժշկությունը նոր է եղել Տերը հրաշք արել Լիլիթի կյանքում իր ոտքի տակ 2 տարի առաջ հայտնաբերեցին քաղցկեղ սարկոմա Գիտեք դա ամենաարագ տարածվող եւ ամենասարսափելի քաղցկեղի տեսակներից մեկն է Առաջի վիրահատությունը որ արեցին Լիլիթի ոտքի տակ սխալ արեցին Եվ դա խոսում էր նրա մասին, որ փրկություն չկա,
Որովհետև այդ քաղցկեղի տեսակը եթե բացվում է եւ փակվում է, ինքը սկսում է արագ շատ զարգանալ։ Բայց արու տես եկեղեցու աղոթքը, քան որ Լիլիթը եկեղեցում է Տիրոջ մարմնի մեջ է եւ այդ ապահովությունը կա, որովհետև ցանկացած մարմնի անդամ մարմնից դուրս չունի ապահովություն, չունի կյանք, ինքը կմեռնի, որովհետև ավետարն ասում է, որ եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է, բոլորս անդամները, եթե մենք միանում ենք այդ մարմնին, Տիրոջ պաշտպանությունը գալիս է մեր վրա։ Եվ երբ որ մենք աղոթում ենք Լիլիթի համար, հաջորդ փուլը որ եղավ, քիմիոթերապիա, հետավիրահատություն, բժիշկները ասում են միևնույնն է, ոտքը պետքա հեռացնեն։ Եվ նմանատիպ հիվանդությամբ շատերը այսօր ցավոք սրտի իրենց ժամանակավոր կյանքից շատ շուտ հեռացան, որովհետև չունեն Քրիստոսին, բայց Աստծո հրաշքը Լիլիթի կյանքում գործեց եւ ողջ համազանցը ուղղակի թնդում էր այդ վկայությամբ, թե իր բժիշկների, թե իր վկայությունը, թե ինչպես Աստծո փառքը երևեցավ եւ իր ոտքի տակից այդ ուռուցքը անհետացավ։ Թեկուս դերևս 2 վիրահատություն կրեց, քիմիոթերապիա, բայց շատերը անցնում են, բայց փրկություն չի լինում, բայց Լիլիթը մեր մեջ է, ապրում է, ծառայում է եւ իր ամուսնու հետ, իր փոքրիկի հետ շարունակում է լիարժեք կյանք ապրել եւ հիվանդանոցում էլ այն բժիշկները, որոնք որ վիրահատել են եւ քիմիոթերապիա անցել, բոլորը զարմացած են այս հրաշքով, որովհետեւ Աստծո միջամտությունը ակնհայտ էր իր կյանքում եւ բոլոր այն բժիշկները, որ ասում են պետքա ոտքը հեռացվի, իրանք ասին ոչ, մենք համաձայն չենք, իմ ոտքս պետքա մնա իմ վրա եւ իմ ոտքը չի ամպուտացվելու, ես պետքա իմ ոտքով քայլեմ, պրոթեզ չեմ ունենալու եւ պիտի վկայեմ ու պատմեմ իմ Աստծո փառքը։ Ուզում եմ ասեմ, որ Աստծո ձեռքը չի կարճացել քո կյանքում հրաշքներ անելու եւ ես քեզ հրավիրում եմ ոտքի կանգնես եւ մի փոքր էլ համբերես, եթե ունես հիվանդություն ֆիզիկական, եթե ունես տանը հիվանդ, եթե քո մարմնի վրա կա հիվանդություն, որ ասել են անբուժելի է, ես ուզում եմ հիմա ուղղակի բարձրացնել իմ ձեռքերս եւ աղոթեմ քեզ համար։ Ես վստահ եմ, երբ որ մենք մեր կողմն անում ենք, Աստված էլ իր կողմն անում։ Փակիր քո աչքերը ուղղակի նրա համար, որ ոչ մի բան չշեղի, որովհետեւ մեր հայացքը միայն պիտի կենտրոնանա նրա վրա, որովհետեւ բժշկողը որ ես եմ, ոչ էլ այստեղ ինչ որ մեկը այլ Տերն է։ Եվ այդ Տիրոջ զորությունը իր մարմնի մեջ է։ Փառք ես երկինք երկիր արարիչ Աստված։ Ես բարձրացնում եմ ձեռքերս բոլոր այն հիվանդությունների վրա ու ցավերի վրա, որ այստեղ որևիցե մեկի մարմնի մեջ կա Տեր։ Անկախ այդ հիվանդության Տեր իմ Աստված մեծությունից, այդ հիվանդության անվան սարսափելի Տեր իմ Աստված հեղինակությունից մենք Հիսուսի անունով կապում ենք եւ արգելում ենք այդ հիվանդությունը, խափանում ենք այդ հիվանդության ողջ ուժն ու զորությունը։ Ես խնդրում եմ Հայր Աստված Հիսուսի անունով, որ հիմա քո բժշկարար ձեռքդ մեկնես եւ քո սուրբ հոգու ջերմություն ու կրակը հպի բոլոր այն հոգիների վրա, որտեղ կան հիվանդություն Տեր, որտեղ որ ձեռք կա դրված, դիր քո հիվանդ տեղիդ վրա քո ձեռքը, քո մարմնիդ վրա, թող Տիրոջ զորությունը գա, ես աղոթում եմ, որ Տիրոջ ջերմությունը, Տիրոջ զորությունը գա եւ քո մարմնի բոլոր այն հատվածներում, որ հիվանդություն կա, Տիրոջ բժշկությունը կա, հալելույա, փառք ես, եւ ես աղոթում եմ բոլոր դրանց համար, ովքեր որ մեզ ուղիղ եթերով են նայում Տեր, հիվանդանոցներում, բոլոր այն Տեր իմ Աստված հիվանդների համար, որոնք որ անհույս պարկած են իրանց հիվանդասենյակներում, ես աղոթում եմ, որ քո զորությունը Տեր հպվի նրանց եւ քո բժշկարար, զորավոր, փառավոր, օրհնյալ Տեր շնորհքը մաքրի ամեն ցավ ու աղտեղություն։ Եվ այն պարգևը, որ տվել ես մեզ եկեղեցուն, Տեր, ես աղոթում եմ, որ հիմա գործի Հիսուսի անունով։ Փառք ես երկինք երկիր արարիչ Աստված։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, որ լսում ես եւ ողորմում ես։ Թող փառավորվի քո մեծ անունդ, բարձրացրա քո ձեռքերդ դեպի Տերը, բարձրացրա եւ ասա. ես բժշկված եմ։
Ես բժշկված եմ Տեր Հիսուսի վերքերով, քո շուրթերով ասա, քո բերանով ասա, ես բժշկված եմ Տեր Հիսուսի վերքերով։ Որքես Տեր, հալելույա։ Բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, փառքենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, Ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, չկա մեկը քեզ նման, Հիսուս ամբողջ ես աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս ամբողջ այս աշխարհում, փառքենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, ասա շնորհակալ եմ քեզանից Հիսուս, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ամեն կախարդություններն ու անցքերը քո կյանքում, գոհանում ենք, Տշնամու բերած, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս ամբողջ այս ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, Պարքես Տեր, չկա մեկը քեզ նման, բարեգութ ու բազմավորում, օրհնյալ և փառավոր, այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, անցին ամեն մեկի չկա կողքով, մեկը քեզ նման, Տունը Տեր, ամեն մեկը Տեր, ամբողջ այս աշխարհում, շնորհակալ ենք քեզանից և գոհանում ենք, մեծարում ենք, օրհնում ու փառավորում ենք քո մեծ անունը, Հայր Հիսուսի անունով, ամեն, Տեր օրհնի ձեզ, կարող եք գնաք Աստծո խաղաղությամբ, հաջորդ կիրակի, այսինքն այս կիրակի ժամը 2-ին մեր դռները բաց են ձեզ համար, կարող եք գաք Աստծո մեծ ընտանիքը կիրակի օրը, որովհետև Աստված ասում է 6 օր աշխատի, 7-րդ օրը հանգստացի եւ դա Աստծո օրն է, արի անցկացրա այստեղ Տիրոջ հետ, Տիրոջ ներկայության մեջ նրա շնորհքն ու ողորմությունը քեզ հետ տանելով։ Տեր օրհնի գնաք Աստծո խաղաղությամբ եւ ուզում եմ տարի ասեմ, որ ոչ թե ձի եւ կենթանական ինչ որ աշխարհի ներկայացուցիչ տարի է, այլ Հիսուս Քրիստոսի տարին է։ Եվ այդ չինական չաստվածները եւ այդ ամենը ինչ որ մեր փորձում են համոզել, որ երջանկություն ու կյանք ավերելու դրանք սուտ են, որտեղ Հիսուսն է միակ Տերը։ Եվ եթե ձի ես առել, ինչ ես առել եւ հրճակել ես, դա միայն անեծք է բերելու քո տանդ մեջ։ Շպրտի այդ ամենը եւ ասա Հիսուսն է իմ տան թագավորն ու Տերը։ Տերը օրհնի ձեզ, շնորհակալ եմ ձեզանից եւ այս բոլոր ծափերը թող գնան նրան երկնքում բնակվող մեր Փրկչին։